Ցուցիչները, որոնք գտնվում են այս շենքում, ոչ մեկի համար գաղտնիք չի, որ Վահագն Հովակիմյանը եղել է Նիկոլ Փաշինյանի օգնականը երկար տարիներ եւ այլն, ակնհայտ է, որ հայտարարությունները պետք է հենց մոտավոր այս տեսակով էլ հնչեին։ Մեզ համար առաջնային մտահոգությունը հենց եղել է հենց ընտրությունների օրը, որովհետեւ զանգվածային լրատվական միջոցներով համացանցում բազմաթիվ դեպքեր էին արձանագրվում, որ ընտրությունների հետ կապված թերացումներ կան իսկ սկզբից, հետո ուղղորդումներ կան, մենք տեսել ենք ոնց են գյուղապետերը մտնում քվյախուց մարդկանց անում ուղղորդում, որ ըստ էության առերևույթ ուղղորդում, որ մարդիկ քվյարկեն այս կամ այն ուժի օգտին, եւ սրանից հետո, երբ որ այս ամեն ինչը համացանցում հայտնվեց, գիշերվա 2-ին գործող վարչապետը հայտարարում է, որ իրենք հաղթել են ընտրությունները, չնայած որ ամփոփված էր ըստ տեղեկությունների դեռևս 10% ԿՀ-ի կողմից։ Եվ սրանից հետո առաջինը ինչը պետք է աներ ընդդիմությունը, հրապարակեր արձանագրությունները ընտրական տեղամասերից, որովհետև ընտրական տեղամասերի արձանագրությունը արտացոլելու այն պատկերը, որը գոնե հետընտրական ԿՀ-ի գործընթացում մեր համար արդեն որոշակի թվերի պարզություն կտա։ Ես չեմ ասում կոնկրետ դեպքերը տեղում ինչ են արել, որովհետև դա հիմա քննել ավելի դժվար է, ասենք կոնկրետ ընտրատեղամասում գնալ երկու ձայնը գտնելը, բայց ընդհանուր 2005 արձանագրությունները պետք է հրապարակված լինեն եւ մեր հորդորն ու կոչը ընդդիմությանը դա անել։ Գործող իշխանությանը վստահություն բնականաբար մենք չունենք, դրա համար մենք ընդդիմությանն ենք կոչանում, որ դուք ունեք 2005 ընտրատեղամասերի արձանագրություններ հրապարակեք, որպեսզի մենք տարբեր մարդիկ մտահոգ քաղաքացիներ, կազմակերպություններ կարողանան վերլուծություն իրականացնել, տեսնելու համար թվերի տարբերությունները որտեղ են, որովհետև ԿՀ-ն արդեն մի քանի դեպքեր, տասնյակ դեպքեր, այսինքն արդեն կան, որ ԿՀ-ի թվերը մեկ ձայնագրած, ասենք արձանագրության մեջ 20-ից ավել, 70 ձայն եւ այլն եւ այսպես շարունակ։ Ըստ էության ընդդիմության այս գործելավոճը եւ լռությունը մեզ տանում է այն մտքին, որ գուցե պետք չի գնալ ընտրատեղամասերում բանման գալ, մի հատ բերեք արձանագրություններով ստուգենք, հա, մեր համար պարզ չի ընդդիմության այս չհրապարակելը, չնայած որ բացահայտ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները ասում են, որ իրենք ունեն այդ արձանագրությունները։ Մեր հորդորն ու կոչը հրապարակել արձանագրությունները, որպեսզի մենք ստանանք ընդհանուր պատկերը եւ հետեւողականորեն գնանք ամեն ձայնի հետևից եւ տեսնենք ով ինչքան ձայներ հավաքել իրականում գոնե արձանագրությունները, որտեղ են ինչ որ տեղի ունեցել տեղամասերում մեր համար արդեն պարզ է։ Մեր համար արդեն պարզ է այդ ուղղորդումները, այդ ճնշումները եւ այլն եւ այսպես շարունակ։ Այդ անհամապատասխանությունների մասին առաջինը Բարգավաճ Հայաստան կուսակցությունն էր հայտարարել, հետո նաեւ Միասնության թևերը եւ իշխող ուժից արձագանքել էին, որ իրենք էլ են նման դեպքեր արձանագրել եւ հակառակը պնդել էին, որ դրա այդ տեխնիկական խնդիրների արդյունքում իրենք շատ ավելի քիչ ձայն էին ստացել, քան կարող էին ստանալ։ Այսինքն վերահաշվարկի արդյունքում ակնհայտ է, որ էական փոփոխություն չի լինելու։ Արձանագրությունների հրապարակումից հետո կարծում եք որևէ փոփոխություն տեղի կունենա, թե ամեն դեպքում դա միայն հանրությունը կտեսնի եւ այդքանով կավարտվի։ Տեսեք, այդ գուշակությունն անելն է ամենասխալ բանը։ Մենք ուզում ենք փաստերը։ Փաստերը խոսում են նրա մասին, որ կա արձանագրություն, որը պետք է հրապարակել, որտեղ պետք է գումարել իրար տվյալները, թվերը եւ դրա արդյունքում ստանալ կոնկրետ թվեր։ Հիմա նստենք գուշակենք ով ինչքան էր ստացել, ով ինչքան չէր ստացել, ԿՀ-ն չէր նշել, բայց ինքը հաշվել էր։ Հիմա այդ բանով չզբաղվենք, հա, որովհետեւ մեզ տանում են այդ ուղղությամբ, ասում են եկեք գնանք կոնկրետ ընտրատեղամասում, չգիտեմ, մի 4-5 ընտրատեղամաս, որտեղ ընդհանուր առմամբ մի 200-300 հոգի է քվեարկել, գնանք այնտեղ նայենք, տեսնենք քանի ձայն ումն է եղել։ Դա էական փոփոխություն չի բերի եւ գուցե իրենց դա էլ հարմար է։ Մենք ասում ենք ընդհանուր, մենք ուզում ենք հասկանանք Երևանում Տիգրան Ավինյանը, որը եղել է շտաբի պետը, կարողացել է իրոք արդար կերպով 250,000 ձայն ստանալ, մարտով 7-9%-ով է Երևանի քաղաքապետ դարձել։ Ինչի արդյունքն ասա, մենք ուզում ենք դա հասկանանք, ուզում ենք այդ թվերը տեսնենք, այդ թվերից արձանագրություններով հասկանանք ռեալ պատկերը որն է։ Հիմա ով ինչ է հայտարարում մեր համար էական նշանակություն չունի, քանի դեռ արձանագրությունները հրապարակված չեն։ Ինչն է խանգարում։ Հրապարակում են տեղային ինչ որ, չգիտեմ, այս ինչ ընտրատեղամասից մի հատ արձանագրություն, մյուս կուսակցությունը 2 արձանագրություն, մյուսը 3։ Բանթանուր 2005 արձանագրություն, խնդիրը որն է, հրապարակեք տեսնենք, մենք էլ հասկանանք ինչա տեղի ունեցել։ Ըստ դրա է կարելի այդ շղթան բացել եւ հասկանալ։ Կար արդյոք Երևանում այդքան ընտրող, իսկ գուցե այդ թվերը գումանենք իրար այդ ամբողջական թիվը ստանանք ու պարզվի, որ այդ թիվը չի համապատասխանում ընդհանուր ընտրողների թվին, չէ՞, կարող է, չէ՞, տենց բաներ լինեն։ Հիմա դա պետք է հասկանանք, դա պետք է արձանագրվի, իսկ դա գրված է հենց արձանագրության մեջ։
Եվս մեկ անգամ ընդդիմադիր ուժերին կոչ ենք անում, ովքեր որ ունեն 2005 արձանագրություն հրապարակել դրանք, դրա արդյունքում կիրականացվեն հաշվարկներ եւ ամեն ինչ հասկանալի կլինի։ Շնորհակալություն։ Մենք ակնհայտ է, որ հանրության մոտ չկա արդարության զգացողություն, չկա ընտրությունների վերաբերյալ վստահություն եւ սա չեմ ուզում որ դիտարկվի, որ ինչ որ կոնկրետ դուք այդ հարցը տվեցիք, սա չդիտարկվի, որ մենք ինչ որ կոնկրետ ինչ որ մեկի ձայնեն ենք։ Մենք ուզում ենք տեսնենք ինչ է տեղի ունեցել մեր երկրում, որովհետեւ մի իշխանություն, որը երրորդ անգամ վերարտադրվում է, նա կարող է դառնալ մի այնպիսի ուժ, որը բռնապետական կարգեր հաստատի Հայաստանի Հանրապետությունում, առերևույթ այդ բռնապետական կարգերը Հայաստանում արդեն իսկ հաստատված են եւ մեր պայքարը նրա համար է, որպեսզի մենք ունենանք ազատ ընտրություններ, ժողովրդի քվեն հասնի իր ընտրյալին եւ դրանով իսկ Հայաստանի Հանրապետությունում ձևավորվի իշխանություն։ Սա է մեր դիրքորոշումը եւ մեր նպատակը, հենց այդ պատճառով ենք հորդորում եւ խնդրում ընդդիմադիր ուժերին հրապարակել արձանագրությունները։ Շնորհակալություն։